Բարի երեկո սիրելի բարեկամներ, անգամ եւս կողջուն եմ ցես AMG հերոստանգերության հիմնակար հաղորդաշարով այսօր ինչպես խոստացած է ցեզի շատ հետաքրքրական եւ շատ կարեւոր նյութեր ունիմ դալիք, բայց եւ այնպես այսօրվա իմ հյուրը ներկայացնեմ ցեզի որից հետո անպայման անցամ ցես կներկայացնեմ իրեն։ Ուրեմն իմ հյուրն է այսօրվա դաղավարին է Լիլիթ Վիկտորի Դալակյանը, ինքը հայտնի եւ հարկված վերլուծաբան է, մեկնաբան է, ով բազմիցս հանդես է եկել տարբեր թոք-շոուերի եւ դրատված դրակիրներում։ Նա միտք վերլուծական կենտրոնի ղեկավարն է։ Հաջող հանդես է գալիս որպես փորձագետ առաջատար լրատվամիջոցներում, օրինակ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ ինչպես նաեւ Jam News, մեկնաբանելով հարավային Կովկասի աշխարհակահաղական զարգացումները եւ Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Ինգր մասնակցության մասին խոսելիս պետք է ասել, որ նրա հետազոտությունների հիմնական ուղղությունը Հարավային Կովկասի էթնոքաղաքական համամարտություններն են, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներու եւ Ռուսաստանի աշխարհակաղաքական շահերի համատեքստը։ Նա քաղաքական գիտությունների տեխնացու է, իր գիտական գործունեությունը ծավալել է Երևանի Պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտի եւ գործընթացների ամբիոնում։ Հայաստան իր վերլուծությունների հիմնական թեմաներին պետք է ասել, որ կա Հայաստան-Ադրբեջան, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման։ Արևմուտք նկատի ունեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ նաև Եվրոպայի միությունը, թերը եւ ներկայացությունը, որ հիմա հարցեր պիտի տամ իհարկե դրա մասին, Հարավային Կովկասի մեջ, ինչպես նաև Հայաստանի ներքին քաղաքականությունը եւ հիմնական տեսակետներն ու բարեփոխումները։ Իր ընտանիքի մասին ասեմ, նա ճանաչված քաղաքական գործիչ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին ղեկավար Վիկտոր Դալակյանի դուստրն է։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Եվ ես շատ ուրախ եմ, որ Վիկտորի աղջիկը այսօր իմ մոտ է եւ ես շատ անկեղծ ասեմ շատ հարգում ու սիրում եմ ձեր հայրիկին, մենք հանդիպել ենք եւ ինչպես քիչ առաջ բացատրեցի հբարտությամբ գրում եմ ես իր սինանշանը։ Ուրեմն սիրելի հայրենակիցներ, այսպես այս արիթով ասեմ նաեւ, որ Մասիս շաբաթաթերթը հբարտ է հայտարարելու, հյուրընկալելու եւ նաեւ հանրային սիմպոզիում է տեղի ունենալու Լիլիթ Դալակյանի ինքը պաստապան մասնակցությամբ այս նշանակալի միջոցառումը կարևոր է մեր համայնքի համար եւ ովքեր որոնք շատ հարցեր ունին ես կհրավիրեմ կխրախուսեմ նախ եւ կհրավիրեմ ցես բոլորդ ներկա գտնվելու այս 5 շաբթի, հրաչիկա 5 շաբթի, ապրիլ 30-ին, ժամը 7-ին Գլենդելի Իրանահայ միության կենտրոնի մեջ, որ կգտնվի Գլենդելի 117 South Louis Street, Glendale, California։ Բարի երեկո դարձյալ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Որովհետև մեր ժամանակը շատ կարճ է, դրա համար մի քիչ արագ էի կարդում ձեր մասին, բայց եւ այնպես ասեմ, որ շատ հարցեր չունեմ, եկեք մեկ անցնենք այս հարցերի մասին։ Որ փուլում է գտնվում Ադրբեջանի խաղաղության գործընթացը, որ ամբողջ խոսում ենք դրա մասին։ Մենք գիտենք, որ օգոստոսին այս տարվա, ուրեմն արդեն անցյալ տարվա, օգոստոսի 8-ին Հայաստան-Ադրբեջան, այսպես համաձայնագրի կնքում տեղի ունեցավ ԱՄՆ-ում, եռակողմ ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան, որը վերաբերում էր նաև TRIP-ի կառուցմանը, դա միջին միջանցքի մաս կարող ենք համարել, սակայն աշխարհակաղակական ներկա զարգացումների հետևանքով, մասնավորապես ԱՄՆ-Իրան կոնֆլիկտի հետևանքով, այս պահին դեռ անորոշ է ժամկետն
տեսակետների հարցը, հնչում են տեսակետներ, որ նույնիսկ Իրանը կարող է դեմ լինել այս ճանապարհի կառուցմանը, այս ամենը արկախված է այս հակամարտությունից, խոսենք իմ կարծիքով սա երկարատև է լինելու եւ ցավալի է այս գործընթացը, որովհետեւ Իրանը մեզ համար շատ կարեւոր հարևան է։ Մենք ինչպես մեր ունկնդիրները գիտեն, ունենք երկու փակ սահման, Ադրբեջանը ցավոք չի բացում սահմանը Հայաստանի հետ, կային վերլուծություններ, որ Թուրքիան կբացի սահմանը, ես միշտ այսպես պեսիմիստ եմ եղել այդ հարցով, քանի որ իմ կարծիքով Թուրքիան ոչ միայն արկախում է Հայաստանի հետ իր հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանից, այլև տարածաշրջանում Ռուսաստանի հետ դեռևս ունի տարբեր աշխարհակական շահեր եւ պայմանավորվածություններ։ Եվ Իրանի հետ մեր սահմանի անխափան գործունեությունը այս պահին դեռ անխափան է, բայց չես կարող ասել հաջորդ պահին ինչ տեղի կունենա։ Փախստականների ներհոսքը կանխելու պատճառով կարող է օրինակ սահմանը փակվել, գների բարձրացում տեղի ունենա, մենք ստանում ենք ապրանքներ Իրանից, շինարարական տարբեր ուրեմն ապրանքներ արդեն գնաճ կա այդ ուրեմն ոլորտում եւ ցավալիորեն մենք հիմա մեկ սահման ունենք, բայց դա հայ-վրացական սահմանն է, Վերին Լարսը։ Վրաստանի իշխանությունները ցավոք պրոռուսական քաղաքականություն են շատ հաճախ վարում եւ մենք տեսնում ենք խոչընդոտներ ուրեմն հայ արտահանողների համար դեպի Ռուսաստան իրենց ուրեմն մասնավորապես գյուղմթերքի ես կարծում եմ շուտով արտահանման հետ կապված, այսինքն Ռուսաստանը սա որպես ճնշման լծակ է օգտագործում եւ թրիփը կարեւոր կլիներ կառուցումը, որպեսզի Հայաստանը դուրս գա այս ես միշտ դա համարում եմ այսպես ակվարիումի ներողություն հետ այս վիճակից, որ փակ սահմաններ են ըստ էության եւ մեկ սահմանը Վրաստանի հետ։ Սակայն մենք տեսնում ենք, որ Դոնալդ Թրամփը ամենանախագահը նույնիսկ Ուկրաինայի հարցով կարծես հիմա այդքան չի էլ զբաղվում եւ առաջիկայում ընկղմվելու է ներքաղաքական իր խնդիրներում։ Մենք ԱՄՆ-ում էլ տեսնում ենք գնաճ էներգակիրների եւ պայքարը արդեն ես կասեի 1 ամսից ներքաղաքական առումով թեժանալու է եւ ցավալիորեն մինչեւ աշուն ես չեմ տեսնում, որ թրիփի գործընթացում որևէ առաջընթաց կլինի։ Սա ինձ մոտ այսպես վախ է ներշնչում, հատկապես Ալիև-Պուտին նոր շփումները, որ ասված մի հարացце, բայց մենք կրկին չկանգնենք ռուս-թուրքական ակցիաների եւ պայմանավորվածությունների առջեւ, ինչպես դա տեղի ունեցավ 20 թվականին։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետը երբ խոսում է, որ պատերազմ է հնարավոր, ես կարծում եմ եւ աշնանը նա էլ գուցե իմ կարծիքով ունի այդպիսի մտավախություն, որ օգտվելով Թրամփի կողմից շեղվածությունից, այսինքն շեղվելուց այն թեմաներից, որը կարևոր է թրիփի եւ խաղաղության գործարկման համար, գուցե Ռուսաստանը փորձի այստեղ Ադրբեջանի ձեռքով ինչ որ պրովոկացիաների գնալ եւ ինչու ես Ադրբեջանին չեմ վստահում, որովհետեւ Ադրբեջանի ղեկավարը չի շտապում ստորագրել խաղաղության պայմանագիրը, չի բացում սահմանները, նա խոսում է այո խաղաղության մասին, բայց միևնույն ժամանակ խոսում է մտածածին արևմտյան Ադրբեջանից, ադրբեջանցիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունից, փախստականների վերադարձից, գերիների ազատ արձակումը ըստ էության տեղի չի ունենում, եւ սա թույլ է տալիս ինձ գոնե կասկածել, որ Ադրբեջանի ղեկավարը անկեղծ չի իր այս հայտարարություններում։ Իհարկե, այո։ Մենք նույնիսկ կասկածել չունենք, որ ինքը անկեղծ է, թե չէ, բայց եւ այնպես ամերիկացիները ասում են money talks, ով որ փող ունի, դա գխոսի։ Շատ բարի։ Երկրորդ հարցումս այդ պիտի լիներ, որ ինչով է պայմանավորված Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի արգախումը։ Հիմա մենք խոսեցինք սահմանների փակման եւ վերապացման եւ այն ինչով է պայմանավորված։ Տեսեք, հիմա մենք օրինակ լսեցինք Հայաստանի ազգային նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, որ Ադրբեջանը խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Տարօրինակ, եթե խաղաղություն է հաստատվել եւ Ադրբեջանի հետ մենք այլևս խնդիր չունենք, ինչով է պայմանավորված Ադրբեջանի խոչընդոտները։ Սակայն ես կարծում եմ մեծացվում է Ադրբեջանի դերը Թուրքիայի արտաքին քաղաքականության հարցում, այլ հարց է, որ Էրդողանին ձեռնտու է հղում անել Ադրբեջանին, որպեսզի չկարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները, դա էլ արկախի, տեսեք, Ադրբեջանը արկախում է խաղաղության գործընթացը ինչ որ փոփոխությունների ծամրադրության մեջ, ես կարծում եմ դա էլ վերջնական պահանջը չի, իսկ Թուրքիան էլ արկախում է Ադրբեջանից, սա պայմանավորված խաղ է։ Եվ ես կարծում եմ, այստեղ երրորդ կողմ էլ կա պայմանավորվածությունների մեջ, դա Ռուսաստանն է, եւ ինչու ես փորձեմ կարճ բացատրել, որովհետեւ եթե Թուրքիան բացում է Հայաստանից սահման, եթե հարավային Կովկասում խաղաղություն է հաստատվում, Ռուսաստանի ներկայությունը
անհրաժեշտ չի լինում այլևս տարածաշրջանում։ Մենք գիտենք, որ օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանը ըստ էության կորցրեց Վրաստանը, որքան էլ Վրաստանի այսօրվա ղեկավարները փորձեն հարաբերություններ կարգավորել, մեկ է, ուրեմն Վրաստանի տարածքը օկուպացված է Ռուսաստանի կողմից, սա մեկ։ Եվ բնակչությունը Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ձգտումներ ունի, դա իրենց համնարության մեջ է ամրագրված։ Ադրբեջանը երբևիցե ռուսական զորքեր չի տեղակայել տարածքում։ Դրա համար Վլադիմիր Պուտինը ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս, որպեսզի հետո հայտարարի, որ Ադրբեջանում գտնվում է ռուսական զորքեր եւ կանխի Ադրբեջանի կողմից դեպի ՆԱՏՕ կամ դեպի Արևմուտք ցանկացած ընթացք։ Մնում է Հայաստանը։ Կորցնելով Արցախում իրենց ներկայությունը եւ դա պայմանավորված է ռուս խաղապահների անգործությամբ, ուրեմն հիմա միակ տարբերակը մնում է կանգնել այսպես նոյեմբերի 9-ին Զանգեզուրի միջանցք այդ արտահայտությունը, որ շատ հաճախ անում են եւ Ադրբեջանում եւ Ռուսաստանում փոխվարչապետ Օվերչուկի մակաշուրթերով, ցույց է տալիս, որ Ռուսաստանը ուզում է մնալ տարածաշրջանում։ Հիմա եթե Ռուսաստանը դուրս է գալիս եւ սահմանը բացվում է հայ-թուրքական, իրենք կորցնում են Հարավային Կովկասը։ Ինչ է մտածում Թուրքիայի ղեկավարը։ Նա սպասում է հասկանալու, արդյոք ԱՄՆ-ն է թելադրողը լինելու տարածաշրջանում թրիփի տեսքով, թե Ռուսաստանն է մնալու տարածաշրջանում նոյեմբերի 9-ի տեսքով։ Որքան էլ Հայաստանի իշխանությունները նշեն, որ նոյեմբերի 9-ը այլևս չի գործում, ես որպես իրավաբան կարող եմ փաստել, որ Հայաստանը դուրս չի եկել նոյեմբերի 9-ի պայմանագրից։ Հայտարարության մակարդակով, ուրեմն տեղեկացնելով կողմերին, որ ես լուծարում եմ ըստ էության, նա կարող ենք ասել համաձայնագիր է։ Հայաստանը պետք է դրա մասին տեղեկացնի։ Իդեպ Մարիա Զախարովան, ԱԳՆ մամուլի խոսնակը միշտ դա նշում է, ասում է, որ Հայաստանը պաշտոնապես մեզ չի դիմել եւ չի ասել, որ այլևս նոյեմբերի 9-ը չի գործում, որովհետեւ Ռուսաստանում էլ են գիտակցում, որ Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի իշխանությունները դեռ վստահ չեն, որ օգոստոսյան համաձայնագրերը լիովին կատարվելու են։ Դա իհարկե պայմանավորված է միջազգային իրավիճակով, այստեղ Հայաստանը անելիք չունի, բայց ես անդրադառնալով ձեր հարցին ուզում եմ նշել, որ Թուրքիան չի վատացնի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, Թուրքիան չի բացի սահմանը այնքան ժամանակ, քանի դեռ վստահ չի, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում լինելու է թելադրողը։ Եվ մենք չենք տեսում ցավոք ԱՄՆ վարչակազմի կողմից ճնշում Թուրքիայի նկատմամբ, միայն այդ ճնշումը կարող է ստիպել, որ Թուրքիան բացի սահմանը, բայց նույնիսկ այցից հետո դրա մասին խոսք չի գնում։ Այսինքն ցավալիորեն, բայց նախագահ Տրամփի կողմից Իրանի նկատմամբ իրականացված քաղաքականությունը նաև Հայաստանին է վնասում, որովհետև Թուրքիան եւ Ռուսաստանը կրկին կարող են ձեռք-ձեռքի այստեղ գործել։ Անմիջապես արդեն անցանք մենք երրորդ հարցումին, որ ինչ ասացություն կունենա Իրան Ամերիկա կամ Իրան-Իսրայելյան հակամարտությունները Հայաստանի վրա, հնարավոր զարգացումներ կլան, թե չէ։ Իհարկե ես կարծում եմ Հայաստանի ձեռնտու է ունենալ հարևան Իրան, որը ժողովրդավարական է, որքան հնարավոր է, իհարկե մենք գիտենք այնտեղ նաև մշակութային առումով մահմեդական երկրներում հատկապես ժողովրդավարությունը այնպես չի, ինչպես մենք պատկերացնում ենք, բայց ունենալ Իրան, որը ունի նորմալ հարաբերություններ Արևմուտքի հետ, որը չի գտնվում սանկցիաների տակ, որը չի խոչընդոտում արևմտյան ներկայությունը տարածաշրջանում, որովհետև մենք երբեմն լսում ենք Իրանի կողմից հայտարարություններ, որ ԱՄՆ-ն գործ ունի այստեղ, որ նույնիսկ դիտորդների հանդեպ այդքան եվրոդիտորդների դրական տրամադրված չէին, չնայած այնպես չի, որ հակադեմ էին խոսում, բայց հիմա, երբ լարվել են հարաբերությունները, այ դա է վտանգը Հայաստանի համար ԱՄՆ-ի հետ, երբ Իրանը կարծես ավելի ռադիկալիզացվում է ռեժիմի փոփոխություն տեղի չունեցավ։ Իմ մտավախությունը այն է, որ այս ռեժիմը ավելի կկաղապարվի եւ ավելի հակաարևմտյան կդառնա։ Եվ ավելի կզորանա, այո, դա Հայաստանին ձեռնտու չի։ Ես կարծում եմ Իրանում կա տեսակետ, որ մինչև ուրեմն աշուն, մինչև միջանկյալ ընտրություններ պետք է պահել այս իրավիճակը, որպեսզի նախագահ Տրամփը կորցնի Սենատը, կամ կոնգրեսը։ Այո, կամ կոնգրեսը, ներկայացուցիչների պալատը եւ այնտեղ գործընթացներ տեղի կունենան։ Եթե երկուսն էլ կորցնի, իմպիչմենտի գործընթաց է հնարավոր, եթե միայն ստորին պալատը կոմիտեներ են ստեղծվելու, նրանք կանչելու են հարցաքննությունների, այսինքն Իրանը նպատակ ունի, իհարկե Իրանը մեծ վնասներ է կրում, բայց գիտեք, ժողովրդավար երկրներում վնասները այլ կերպ են ընկալվում, 10 զոհը ամերիկացի այլ կերպ է ընկալվում, 30,000 ցուցարար սպանեց այս վարչակազմը Իրանում։ Բայց նորից եմ ասում, շատ հաճախ մարդիկ խոսում են այդ 30,000-ի մասին,
բայց գա արդյոք փաստ դրա մասին, այսինքն միջանկյալ հարցում էր։ Գիտեք, արևմտյան մամուլում կար, բայց նույնիսկ եթե 30,000 չի 30 է։ Մենք գիտենք Իրանի ռեժիմը որևէ բանի առջև, այո, չի կանգնի։ Եթե մի ռեժիմ ֆինանսավորում է Հեզբոլլահին, ֆինանսավորում է Համասին, հուսիտներին, որևէ մեկը չի կարող ասել, որ իրենց համար մարդկային կյանքը ունի որևէ արժեք։ Ես չեմ խոսում Իրանի ժողովրդի մասին, Իրանը բարեկամ ժողովուրդ է եւ ես ցավում եմ, որ իրենք գտնվում են այս իրավիճակում, այդտեղ խայտարակ տեսնում ենք տնտեսական իրավիճակ է եւ ցույցերը սկսվել են տնտեսական պատճառներով։ Այդտեղ Դոնալդ Թրամփը չի սկսել։ Բայց օգտագործեց Դոնալդ Թրամփը օգտագործեց այդ շարժումը։ Ես նույնիսկ կասեի իմ կարծիքով, որը ճիշտ կլիներ, իհարկե ես այդպես իրավասու չեմ խորհուրդներ տալ ԱՄՆ նախագահին, բայց եթե ԱՄՆ-ն գործերային ժամանակ երբ ցուցարարները գտնվում էին փողոցում, դա հաջողություն կբերեր։ Լիովին համաձայն եմ ձեզ հետ։ Բայց Թրամփը հայտարարեց, որ օգնությունը ճանապարհին է, նա չեկավ։ Հիմա արդեն եւ հուսալքվեցին ճանապարհից դուրս եկան։ Այո, եւ երկու կարևոր սխալ է թույլ տվեց ԱՄՆ-ն եւ այս պահին մենք ցավալիորեն տեսնում ենք ԱՄՆ քաղաքական հեղինակության անկում, գիտեք, բարձր ԱՄՆ-ն չի պարտվելու, բայց տարածաշրջանում եւ սա շատ վատ է իմ հայրենիքի համար, որովհետեւ մենք հույսեր ենք կապում Դոնալդ Թրամփի հետ, որ ասում են չկարողացան լուծել այս հարցը։ Իրանը, գիտեք, կարելի է, չգիտեմ, մեծ վնասներ հասցնել, բայց այստեղ ԱՄՆ հեղինակությունն է, որ արդեն Իրանը չի բանակցում, Իրանը պայմաններ է թելադրում։ Եվ որն է երկու մեծ սխալ, նախ առաջինը չպիտի քրդական գործոնի մասին Թրամփը խոսեր։ Այսինքն ժողովուրդը համար այսօր գներեք, այսօր Էրդողանը ասում է, որ եթե այսպես շարունակվի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները օգնեն քրդական ուժին, որբեսի բերության թեմ դուրս գա, ես պիտի պրո-իրանյան լինեմ եւ պիտի Իրանին օգնեմ։ Դա Շատ ճիշտ եք, եւ այստեղ կարևոր է, որ այո, շատ հաճախ ասում են Թուրքիան Իրանի դեմ է, Թուրքիան կողմ է ԱՄՆ-ին, բայց Թուրքիան ունի քրդական խնդիր։ Բայց այստեղ նաեւ Իրանի ժողովրդի տեսանկյունից, եթե դուք հայտարարում եք, որ մենք ուզում ենք Իրանը նորից դարձնենք Make Iran Great Again, չէ՞, այդ լոզունգը, դուք խոսում եք Իրանի մասնատումից։ Որևէ ժողովուրդ, նույնիսկ որը ատում է իր երկրի ղեկավարությանը, չի դուրս գա փողոց մասնատելու սեփական երկիրը։ Բայց բացի այդ քրդերն էլ չեն հավատում Թրամփին, որովհետև Սիրիայում եւ նրանք դուրս չեկան։ Ճիշտ է։ Եվ մանավանդ Սիրիո մեջ բանի շրջանը ահա որ մեծ կոտորած ունեցավ։ Այո, եւ երկրորդ մեծ սխալը դա այն էր, որ եթե դուք ասում եք օգնությունը ճանապարհին է չեք գալիս, հետո սկսում եք ռմբակոծել օդից, որևէ մեկը ցույցի դուրս չի գալիս պատերազմի ժամանակ։ Եվ երկրորդը արդեն մարդիկ ասում են, եթե մեզ 30,000 չէ, 10,000 գնդակը արեցին եւ ԱՄՆ-ն չեկավ։ Մենք հիմա դուրս գանք փողոց, մեզ էլի գնդակարեն։ Այսինքն իմ կարծիքով ԱՄՆ վարչակազմում շատ խելացի մասնագետներ կան, բայց ցավալիորեն ինչպես նշեց ԱՄՆ նախագահ Թրամփը, ես չեմ լսում ինձ ինչ են ասում, ես որոշումները կայացնում եմ ինքնուրույն։ Դա իր ոչինչ է personality։ Քանի այս մեր խոսակցությունից հարաճացավ շատ կարևոր մի կետ իմ հարցումներիցս դուրս պիտի հարցնեմ։ Բարձ էր, որ 44 օրվա պատերազմին Իսրայելը օգնեց ազերիներին, որ մենք հայերս պարտվենք, որովհետեւ ինքը նաև դեղ ունենար, ասվում է, որ նույնիսկ դեղ ունի Ֆիզուլիում եւ այնտեղից է դրոններ ուղարկում։ Ինչի չեն խոսում դրա մասին։ Հայաստանում թե Իրանում։ Ընդհանրապես։ Դե ես կարծում եմ Իրանում թերագնահատեցին 44-օրյա պատերազմի հետևանքները եւ պետք է գիտակցել, որ Իսրայելը Հայաստանի հետ խնդիր չունի։ Իսրայելի խնդիրը Իրանի հետ է։ Եվ 12-օրյա պատերազմի ժամանակ էլ օգոստոսին նշվում էր, որ Մոսադի agentները դա ասել է Ղալիբաֆը, իրենց ազգային ժողովի նախագահը, ներթափանցել են Արցախից։ Հայաստանում էլ դրա մասին խոսել են։ Այսինքն Իրանը չօգնեց Հայաստան, գիտեք, օգնել ես նկատի չունեմ Արցախը ճանաչեին անկախ, բայց երբ Հայաստանը միայնակ էր ամբողջ աշխարհում եւ նույնիսկ ջերմուկին արդեն Հայաստանի տարածքի հանդեպ եղան ոտնձգություններ, որևէ մեկը որևէ քայլ չէր անում Հայաստանին օգտակար
պայքար լինելու համար։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում ինչու չեն խոսում, մենք գիտենք, որ Հայաստանի ղեկավարությունը որդեգրել է քաղաքականություն, որ մենք այլևս չենք խոսում Արցախից, մենք գնում ենք խաղաղության։ Ես ինքս կողմ եմ խաղաղությանը, որևէ մեկը չի կարող ասել, որ պատերազմը լավ է, բայց ես տեսնում եմ, որ ցավալիորեն դիմացի կողմը, մենք դրա մասին խոսեցինք, ինքը խոսում է արևմտյան Ադրբեջան եւ փախստականներից, սակայն արգելում է մեզ Արարատը ինչ որ հիշել կամ եւ այլն, ցեղասպանից դուրս անել եւ այլն։ Այո, ես կարծում եմ դա իրենց պահանջն է, ոչ թե Հայաստանի իշխանությունների։ Գիտեք ինչ է, ես երևույթը հասկանում եմ, չեմ ընդունում, բայց հասկանում եմ։ Ով որ հաղթող է, միշտ էլ ինքը թիմացինին, բարդողին վրա բարդացում է իր կամքը։ Շատ բարձ է դա, մենք տեսանք համաշխարհային առաջին եւ երկրորդ պատերազմին հսկայական կայսրություններ մեջից գնաց եւ այսօրվա ավստրիո-հունգարական կայսրությունը 1914-18 այդ 4 տարվա ընթացքին հսկայական կայսրությունը ոչնչացավ եւ դարձավ մի փոքր հողամաս եւ բոլոր ասենք Ֆրանսիան որ այդքան ուժ չուներ, բայց գրծավ որպես հաղթող նույն համաշխարհային երկրորդ պատերազմին էլ որոշ բաներ բարդացրել։ Այս բարդացությունները շատ հասկանալի են պատմության ընթացքին, բայց եւ այնպես նորից գա այն հոգեբանությունը, որ մենք պատերազմը մեզ ոչ մի բան չի դալու։ Այն ասեմ, միտքս բարձեմ ինչի համար եմ ասում այս ամենը, որովհետև կան մեր հայերի մեջ հայրս եթե լիներ, պիտի ասեր, դակ գլուխ պատատեսներ, գլուխները դակ համոզված ենք, որ միայն զենքով կա հայոց բրգություն, որ զենքով, որ ժողովուրդով, որ բանակով, եւ այլն։ Հիմա ես այդ նյութի մասին վերջին հարցումն է, մի հատ հարցն է, ռուս-ուկրաինական պատերազմ հնարավոր սցենարներ ասացություն տարածքաշրջանի մեջ կան։ Ռուս-ուկրաինական պատերազմը ես կարծում եմ երրորդ համաշխարհային կարելի ասել իմ տեսակետի պատերազմի մաս է, որը արդեն սկսվել է։ Գիտեք, շատ հաճախ մենք ասում ենք կարող է տեղի ունենալ երրորդ համաշխարհային պատերազմ։ Իմ կարծիքով 21-րդ դարում երրորդ համաշխարհային պատերազմը արդեն տեղի է ունենում հիբրիդ այս պատերազմների տեսքով, որովհետև մրցում են երկու աշխարհաքաղաքական մոդելներ, այսպես ասենք, դեմոկրատիա, ժողովրդավարությունները իրենց թերություններով հանդերձ եւ ավտոկրատիաները Ռուսաստանը, Չինաստանը իհարկե իրենք էլ ունեն տարաձայնություններ եւ Արևմուտքը, Եվրոպան, ԱՄՆ-ն եւ մենք տեսնում ենք Ուկրաինայում իրենց բախումը, հիմա Իրանում դա բախում է Չինաստանի, Ռուսաստանի եւ Արևմուտքի միջեւ։ Նախագահ Տրամպը ցավոք կարծես Ռուսաստանին չի փորձում այստեղ ներառել, բայց ակնհայտ է Ռուսաստանը աջակցում է Իրանին, որքանով որ կարողանում է։ Նույն Պաղեստինում պատերազմը, դա պատերազմը Չինաստանը Համասին հովանավորում է, Իրանը հովանավորում է, Արևմուտքը Իսրայելին։ Այսինքն մենք տեսնում ենք եւ ցավալիորեն ես կարծում այսպես աշխարհաքաղաքական իրավիճակը այնքան է լարվել, որ մենք այլ տարածաշրջաններում էլ ենք դա տեսնել։ Մասնավորապես կարող է տեղ ունենալ Միջին Ասիայում, Պակիստանում, մենք տեսնում ենք լարված է այդտեղ մթնոլորտը։ Այսինքն ռուս-ուկրաինական պատերազմը արդեն իր ազդեցությունը ունեցել է հարավային Կովկասի վրա եւ ես պետք է նշեմ, որ իմ վստահությամբ նախագահ Վլադիմիր Պուտինը արդեն որոշել էր հարձակվել Ուկրաինայի վրա, երբ նա զոհաբերեց Արցախը։ Իրեն անհրաժեշտ էր եւ նրանք ստորագրեցին Ուկրաինայի վրա հարձակումից մի քանի օր առաջ Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության հուշագիր։ Եվ մենք տեսանք, որ Թուրքիան ըստ էության ոչինչ չէր խոսում Ռուսաստանի դեմ։ Այսինքն Վլադիմիր Պուտինը ուզում էր սիրաշահեր Թուրքիային եւ իր գործընկեր Ադրբեջանին, որպեսզի Ուկրաինայում այլ իրավիճակ ուներ։ Այլ հարց է, որ նա չկարողացավ հասնել իր նպատակներին եւ իմ վստահությամբ չի էլ կարողանա, որովհետեւ մենք տեսնում ենք արդեն Ուկրաինայի դերը նույնիսկ արաբական երկրներում ինչպես է աճել պաշտպանության ոլորտում։ Իմ վստահությամբ, եթե Ռուսաստանը հասներ եւ հասնի Ուկրաինայում իր նպատակներին, Հայաստանը հարավային Կովկասը լինելու է հաջորդը, որովհետեւ սա պայքար է
սովետական միության վերականգնման համար, նույնիսկ ասում են ռուսական կայսրության, եթե Ուկրաինայում Ռուսաստանը հաջողության չհասնի, այլ տարածաշրջաններում էլ Ղազախստան, Միջին Ասիա, Հարավային Կովկաս, Մոլդովա նա չի կարող հաջողության հասնել, արդեն իր դերը կնվազի։ Իսկ եթե ոչ, օրինակ, ֆորս մաժորային իրավիճակ լինի եւ Ուկրաինայում իրենք հասնեն դրական լուծումներին, ես վստահ եմ, որ Հայաստանը մեծ վտանգի առջև է ստեղ լինելու։ Եվ եթե թույլ կտաք, ձեր խոսքին անդրադառնամ պատերազմի հետ կապված, գիտեք, իհարկե ես չեմ ընդունում այսպես դրոշ այրելու, տարածքներ գրավելու մասին հայտարարություններ, հատկապես մարդկանց կողմից, որոնց ամբողջ քաղաքական կենսագրությունը նվիրված է կոռուպցիային, թալանին եւ չի ներշնչում վստահություն հայ ժողովրդի շրջանում։ Այլ հարց է, որ այդ կուսակցության մեջ կան մարդիկ, որոնք մեծ հարգանք եւ վաստակ ունեն, բայց իրենք չեն ասոցացվում այս падգամավորների, քաղաքական գործիչների հետ։ Սակայն ես մի վստահություն ունեմ, եթե քո դիմացին ուզում է քեզ հետ պատերազմել, դու չես կարող դրանից խուսափել։ Եվ հակառակը վախը նոր ախորժակ է ծնում, ինչպես Մյուխենյան։ Հիշում ենք, Զովեր, այսպես ինչպես ասեմ, հայերեն, այսինքն երբ Չեխոսլովակիան ըստ էության նվիրեցին Հիտլերին նրա ախորժակը բավարարելու համար։ Եթե մենք Արցախը տալիս ենք, ես վստահ եմ, այլ տարբերակ Հայաստանի իշխանությունները չունեին։ Ես դրա մասին խոսել եմ եւ այնպես որ ես պաշտպանում եմ։ Ճիշտ է։ Կամ արդարացնում եք, այլ այսինքն քաղաքական վերլուծումները կատարելով որոշ բաներ հանգում են այն եզրակացության, ինչպես որ դուք օրինակի համար Իհարկե, այլ հարց է, որ պետք չի ասել Արցախ Հայաստանը եւ վերջ, պետք է դադարեցնել պատերազմը, երբ հասկանում ես, որ չես կարող հաղթել, զոհեր ավել չտալ, բայց դուք նշեցիք, որ Ադրբեջանը հաղթել է, մենք էլ էինք հաղթել եւ մենք չկարողացանք դա կապիտալիզացնել եւ այստեղ Հայաստանի նախկին իշխանությունների բոլոր իշխանությունների մեղքը մեծ է։ Իսկ ինչ պիտի հիմա անի Հայաստանը։ Ես հայ եմ, այնպես չի հայկական շովինիզմով եմ տարվում, բայց վստահ եմ, որ հայ ժողովուրդը ունի ունակություն եւ դա պատմությունն է ցույց տվել, ունենալ հզոր բանակ եւ հզոր բանակով կանխել պատերազմը։ Եթե դու չունես բանակ, եթե դու քեզ ուժ չես ներկայացնում, որևիցե երկիր, հատկապես մեր հարևան Ադրբեջանը, երբևիցե մեզ հետ հաշվի չի նստի։ Եվ մեր գլխավոր խնդիրը հիմա պատերազմից արդեն 6 տարի անց, ուրեմն վերակազմավորել է մեր բանակը, ինչպես անում է Ուկրաինան, լինել ինքնաբավ, ռազմական արդյունաբերություն ունենալ, զարգացնել տնտեսություն, բաժանարար գծեր ժողովրդի մեջ չստեղծել, ընդդիմության հետ նախկին իշխանությունների խաղերի մեջ չմտնել, հզորացնել մեր երկիրը եւ այդ պարագայում ես վստահ եմ, որ Ադրբեջանը հասկանալով թե ինչ մեծ վնասներ կարող է կրել, երբևիցե, այսպես ասենք, որևէ ռիսկի չի դիմի։ Չի դիմի այդ ուղղությամբ։ Շատ բարի։ Վերջին հարցում։ Ինչպես եք պատկերացնում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հետագա ընթացքը նոր իրողությունների համատեքստում կամ ընդհանրապես միայն ներկա չէ, այլ Սփյուռք հայրենիք այս կապը ինչպես կտեսնեք։ Ես Սփյուռքի նախարարությունում եմ աշխատել եւ իհարկե ծրագրեր լավ կային, Արիտուն ծրագիրը, զբաղվել եմ դրանով, բայց գիտեք, ցավալիորեն ես նկատել եմ, որ այդ ամեն ինչը նաև որոշակի այսպես արհեստական ուրեմն ձև ուներ, այսինքն համաժողովներ էինք անում, գեղեցիկ էր, նկարվում էինք, որոշ սփյուռքահայերներ։ Կարող եմ մի բան ասել։ Սրտիս վրա քարա եղել տարիների ընթացքին։ Այս Հայաստան-Սփյուռք համաժողովներին հավատացեք, որ ես միայն մեկ անգամ չեմ մասնակցել, այն էլ 2014 թվականին տարբեր պատճառներով չկարողացա մասնակցել։ Բայց ընդհանրապես բոլոր նայեք արխիվներին կտեսնեք։ Լոս Անջելեսի կողմից ամենաահավորը, եւ ես առաջին անգամն է որ ասում եմ, ամենաահավորը 2017-ի շոն էր։ Շոյեր։ Առաջին օրը, որ պիտի բաջերը ստանայինք, ֆարաոնում էր։ Մոտավորապես 2000 մարդ կար։ Երևակայեցեք մեկը բարձրանա, պետական անունը չտամ, բայց վստահ եմ կիմանաք։ Եվ բարձրախոսը ծեր կարնի ու ասի, տեսեք այս երաժիշտները ամեն մեկը $1000 կարժի, բայց մենք ցես նվիրում Դա ինչ է նշանակում։ Գալիս եմ օրինակ եմ ես կամ ծեր տունը հյուրության եւ ասես այսքան կարժի
Ես գիտես դքեղ երևույթ էր։ Եվ ծայրեծ այստեղից հակին աշխատանք էինք տարել։ Ոչ մեկը դրա մասին չխոսեցավ։ Այսօր ինչ ենք անելու, պիտի գնանք Արարատ կոնյակ։ Համդեսենք։ Այո։ Մյուս օր ինչ ենք անելու, գնանք Խորվիրապ։ Ախպեր, ես տեսել եմ Խորվիրապը, եկեք մենք ժողովի ենք, եկել այդ ժողովը անենք։ Ու հավատացեք, որ այս ցևականությունը ահավոր վրաս աստեց։ Ընդ ինչ որ պետք է ասեմ, հարաճիկա երկու ժողովները բավական ցևականորեն աղքատեին, որովհետեւ չունեին այդ հարստությունը, բայց փառք Աստծո, լավ էր ամեն ինչով, բայց մյուս կողմից կոնե դրական կորզնական քայլեր առնվեց, որ հաջորդ անգամ կոնե մարդիկ կանգնեն եւ ասեմ, որ ինչ պատահեց, ինչ որոշեցինք եւ ինչ եղավ։ Ինչ որ է։ Գիտեք, ամեն ինչը Սդիս վրային կարողանեց։ Չէ, ես լիովին համաձայն եմ, ամեն ինչը կենացների մակարդակի է եղել եւ Սփյուռքը սիրելը եւ Արցախը սիրելը եւ հայ երամիասնություն, չէ, ազգ բանակ, մեկ էլ տեսանք, որ բանակ չկա։ Զինվորների սխրագործությունների մասին չի խոսքը, զենքերի մասին։ Հերոսական, այո, եւ Հայաստանում չեն ճանաչում Սփյուռքը, հայ ժողովուրդը չի ճանաչում։ Սփյուռք մտածում ենք, բարի այսպես մարդիկ են, գումար են տալիս, մենք ինչ-որ մի բան ենք անում, իհարկե որոշ գումարներ էլ մնում է հիմնադրամից դուրս։ Այսինքն մասնագիտական այսպես խմբեր պիտի ստեղծվեն։ Մեր Սփյուռքը մեծ դեր ունի եւ ինտեգրված է արևմտյան, հատկապես զարգացած երկրներում, տարբեր բժշկական ոլորտում, ռազմական ոլորտում, գիտական ոլորտում պետք է նրանց ներուժը օգտագործել։ Մասնագիտական խմբեր ստեղծելով Իսրայելը այսօր իր Սփյուռքով է ըստ էության առաջ գնում։ Իսկ ես հավալորեն տեսնում եմ, որ մենք նույնիսկ բաժանարար գծեր ունենք մեր Սփյուռքում։ Խոսում ենք միասնությունից, բայց բաժանված ենք նույնիսկ Սփյուռքում։ Եվ սա նաև մեր թշնամիներին է ձեռնտու, որովհետև մեր թշնամիներն էլ չէ՞ միշտ նշում են, որ Սփյուռքը պետք է գործ չունենա։ Միայն Հայաստանը, հայ ժողովուրդը, իհարկե հայ ժողովուրդն է ապրում Հայաստանում, այստեղ ձայնի իրավունքի մասին չի խոսքը, բայց Սփյուռքը այնպեսի ներուժ ունի, միայն դրամի մասին պետք չի մտածել, որ դա օգտագործելը մեծ դեր կունենա, որովհետև այնպեսի գիտնականներ, այնպեսի ռազմական փորձագետներ ունենք, որ դա այն նավթն է, որը մենք չունենք։ Այն էներգակիրներն է, որը մենք չունենք, ունի օրինակ Ադրբեջանը։ Եվ երկրորդը Սփյուռքը մեզ կարող է օգնել նաև այսպես ռոպագանդա սխալ է ասել, բայց մեր շահերի առաջ տանելու առումով ինչ առումով։ Օրինակ ես Ադրբեջանի փորձագետներ եմ երբեմն լսում, ադրբեջանցիների, որոնք մեծ գումարներ են ծախսում կեղծ քարտեզների վրա, արևմուտքում գովազդում են, միլիոններ պատմություններ, գրքեր են գրում։ Մենք մեր իրական պատմությունը թողած, եւ սա չի նշանակում, որ ես պատերազմի կոչ եմ անում Ադրբեջան No, ընդհակառակը շատ ապրեք։ Ախի հենց դրա համար եմ ցես սիրում, որովհետև գիտեք, նախ ես հավատում եմ մեր հույսն ու հավատն ու աբական ցերկն է սիրելիներ։ Մենք տվեցինք մեր դալիքը եւ հավատացեք, որ էլ դալիք չունենք։ Երբ որ ես տեսնում եմ ցես եւ ցեր նման նվիրյալ անձերի կապ չունի, ինչ կուսակցության, ինչ մտքի, դա ավելորդություն է իմ համար։ Այնքան նվիրված, այնքան պատրաստ, այսինքն United Nation-ը գերազերծ էր նման մեկը ունենալ։ No, անկեղծ եմ ասում, չեմ չավազանցում։ Եվ այսպիսի բան, բայց մի հատ շատ արագ գիտեմ, որ շատ ներողություն, քանի որ արդեն եկել հասել ես այստեղ, չեմ ուզում քեզ։ Ինչ ցավ պատճառեց 2023-ին ես Հայաստանում էի եւ հասանք մինչեւ Սյունիք, հասանք մինչեւ Գորիս, հասանք մինչեւ Ղափան, հասանք մինչեւ այդ շրջանները, որոնք երբ որ գալիս էին այդ շարաշերը, գալիս էին դեպի Հայաստան, մեր հայերը 27 երեկոյան ես քայլում էի, սպոսնում էի Իսրային Բոգոտայով, էլ չեմ ասի խանութը կամ այդ որտեղ որ բարը ինչ էր 27-ին էլ ուրիշ օր չէր, սեպտեմբեր 27-ին էր։ Այնպիսի արդարոց երաժշտություն կար։ Ինչու է այս անդարբերությունը հայրենիքի նկատմամբ, որտեղ տեսնում եմ սա Սփյուռքի եւ հայրենիքի մեր հայերը փոխանակ միասին լինելու անդարբերություն եմ տեսնում շատերի մոտ Հայաստանում։
Գիտեք, Հայաստանի հայ ժողովրդի ներսում ես ինքս որևէ կուսակցության չեմ հարում եւ որպես փորձագետ փորձում եմ վերլուծել կա հիասթափություն 18 թվականից հետո մենք ունենք մեծ ակնկալիքներ։ Դա պատերազմին չի ուղղված։ Հայ ժողովուրդը գիտակցում է, մեծամասնությունը խոսքը այսպես կոչված ընդդիմության մասին չի, որ Արցախի հարցում որևէ բան Հայաստանը չէր կարող անել։ Բայց մենք հույս ունենք, որ կփոխվի կյանքի որակը, կյանքի մակարդակը Հայաստանում, այդ օլիգարխիա եւ այլն գնել ձայներ, այդպիսի խնդիրներ չեն լինի, բայց ինչ ենք մենք տեսնում, ընտրություններին էլի խոսում ենք օլիգարխներից, գումար բաժանելուց, մենք խոսում ենք կոպեկ վերադարձնելուց, բայց 8 տարի կարծում եմ դա 2 ժամկետ է ԱՄՆ նախագահի, կարելի էր այդ հարցը լուծել, գոնե մեկ գործով ունենալ վճիռ։ Ախր իմ հիասթափությունը հենց դրանից է եւ մարդկանց հետ երբ ես խոսում եմ, ովքեր նշում են, որ որևէ մեկին չենք ուզում ընտրել եւ հարցումները վերջին այարայով ցույց են տալիս, որ մեծ խումբ կա հիասթափվածների եւ նրանք այլընտրանք չեն տեսնում, ցավալին էլ դա է։ Այսինքն այս ծև սպիտակի մեջ են մարդիկ ապրում, ատելություն է ամենտեղ, եկեղեցու դեմ, եկեղեցու կողմ, նախկինների դեմ, ներկաների կողմ, ԱՄՆ-ի կողմ, Ռուսաստանի կողմ, մասնատում են ժողովրդին։ Եվ վտանգավորը գիտեք ինչ է, վտանգավորը այն է, քավ լիցի, որ մի բան կարողանաս արտահայտել, միտք արտահայտել սոցցանցերում։ Ահա որ մի հարցակում է, կպիտակավորենք ես, կամ աս խումբին ես պատկանում, կամ ախպեր ես ոչ մեկի խումբին չեմ պատկանում, իրավունք չունեմ իմ կարծիքս հայտնելու։ Նախ Հայաստանում գործում է ֆեյքերի պոակ։ Այո։ Եվ երկու կողմից ես օրինակ ընդհանրապես դրան լուրջ չեմ վերաբերում, ներողություն, որ այսպես եմ ասում, թե իմ ժողովրդի կարծիքին ես սիրում եմ բանավիճել, կարող է ես էս հետ ունենալ տարբեր կարծիքներ։ Այո, բայց եթե խոսքը վերաբերում է վիրավորելուն եւ ուղակի հայհոյելուն, ես այդ մարդկանց ուղակի կարեկցանքով եմ վերաբերում։ Իմ կարծիքն ասում եմ եւ դա օբյեկտիվ է, որը մեկը չի կարող ասել ոչ ոք այդտեղից գումար եմ ստանում կամ ինչ որ ուժ եմ հարում, գրանտ եմ ստանում, այդ շատ հաճախ որ ասում են սորոսական, այդ մարդիկ իրենք Սորոսի հիմնադրամից ստացել են գումարներ։ Այնպես որ այո, փորձում են լրացնել, բայց ես օրինակ իմ մասին դե միայն կարող եմ ասել, ես նույնիսկ դայից ավելի ոգևորում եմ եւ հասկանում եմ, որ ուրեմն ճիշտ ճանապարհի վրա եմ գտնվում։ Իրի ջան, դու ճիշտ ճանապարհի վրան ես եւ ես շատ ուրախ եմ, որ ճանաչելով նաեւ ձեր հայրիկին, նաեւ ճանաչեցի իմ եւ ձեզ, միշտ ասում են, պիտի աշակերտը ուսուցչին կերազանցե։ Ես մաղթում եմ, որ դու կերազանցես հայրիկին, նոր էջեր բացես Հայաստանի մեջ եւ քո գիտելիքներով եւ քո կարողությամբ կարենաս նոր սերունդ պատրաստել, ապրեք։ Ես եմ շնորհակալ, մի նախադասություն իմ հայրիկը իհարկե սխալներ թույլ տվեց իր քաղաքական գործունեության ընթացքում, լինելով շատ դյուրահավատ եւ հավատալով մարդկանց, տղամարդկային խոսքին, բայց ես այդ սխալը հուսով չկատարեց։ Նախ կուզեմ շնորհակալություն հայտնել ես գեղեցիկ արիթի համար, որ մեզ ինձայեցիք, որովհետեւ գիտեմ բազմասպաղ եւ շատ կարճ ժամանակին պետք է վերադառնանք, բայց եւ այնպես շնորհակալ եմ, որ չմեժեցիք հրավերին եւ սիրելի հերոստատող բարեկամներ, գիտեմ մենք ժամանակից ավելի շատ աղա, բայց եւ այնպես ոչ մեկի ցենը դուրս չեկավ, որովհետեւ այնքան ծարավը ունենք այսպիսի ճիշտ աղբյուրից ջուրը խմելու։ Եվ այդպեսով սիրելի հերոստատող բարեկամներ, այդ կավարտենք մեր այսօրվա ելույթը, կցանկանանք ձեզ բոլորիդ բարի աշխատանք, բարի կյանք եւ մեր մայր հայրենիքին պայծառ երկինք եւ կանաչ ճանապարհ։ Ցտեսություն։